Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոնիսյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Իոնիսյան։ Ողջույն։ Պարոն Իոնիսյան, Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն 3-րդ թե 4-րդ վիդեո հաղորդագրությունն է տարածում այն մասին, որ քաղաքական ուժերը գումարի դիմաց փորձում են մարդկանց շահագրգռել։ Ուժեղ Հայաստանի մասին է վերջին ձայնագրությունը ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության, որտեղ նշվում է, որ գումար տանք, թե հերոստացույց տանք, ասում է հերոստացույցն ինչ անում, տունը մի հատ ունի, լավ է գումար տանք։ Սա իրապես կաշառքի տարեր պարունակում է, թե պարզապես մարդուն օգնություն է, կամ որ հաճախորդ պետք է գտնեին որևէ մեկի բիզնեսի համար, սա կաշառք է։ Ճիշտ ասած, բիզնեսի համար հաճախորդ գտնելու պահը Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ իմ համար անհասկանալի էր, բայց մնացած առումով հստակ է, որ ընկնում է քրեական օրենսգրքի 221 հոդվածի դիսպոզիցիայի տակ, այն է բարեգործության արգելքի խախտումը, ընտրությունների նշանակումից մինչև ազգային ժողովին տրված լինելու մասին որոշման ուժի մեջ մտնելը, արգելված է իրագործել բարեգործություն կուսակցությունների անդամներին, վստահված անձանց, ուրեմն թեկնածուներին եւ այդ սուբյեկտների անունից որևիցե մեկին, հա, արգելված է եւ դրա խախտումը ենթադրում է քրեական պատասխանատվություն։ Հա, որում միաժամանակ ցանկացած անձի արգելված է իրականացնել բարեգործություն եւ դա համատեղել քարոզչության հետ։ Այստեղ բավականին հստակ է, ընդ որում նաեւ այդ կնոջ Գոհար Ղամիշյան, հա, եթե չեմ սխալվում, Գումաշյան, ներողություն խնդրում։ Տիկին Գոհար Ղամիշյանը նաեւ մի շարք եթերներում ըստ էության հրապարակային ասել է, որ ինքը այդ սուբյեկտային կազմի մեջ նաև մտնում է։ Այստեղ ինձ թվում է առանձնապես, ճիշտ ասած, իմ մոտ ներքին տենց ոչ մի կասկած չկա այս քրեական գործի հիմնավորության հետ կապված։ Ինչ վերաբերվում է իր ծննդկան լինելուն կամ նորածին երեխա ունենալուն, ապա նորածին երեխա ունենալը քրեական հետապնդման արգելող հիմք չի։ Քրեական հետապնդում կարող է չիրականացվել, եթե մարդ մահանում է, բայց եթե մարդ ունենում է երեխա, դա քրեական հետապնդման դադարեցման հիմք չի, բայց մյուս կողմից իհարկե նորածին երեխա ունենալը եւ մի շարք այլ հանգամանքները պետք է հաշվի առնվեն խափանման միջոց ընտրելուց։ Եթե խափանման միջոցը ընտրվեր կալանքը, ես ինքս հավանաբար դուրս կգայի ցույցի, բայց եթե կալանքը չի ընտրվել, տնային կալանքը ընտրվել, այդտեղ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Բայց ինչ են ասում ուժեղ Հայաստան։ Ինչ վերաբերում ներողություն, ինչ վերաբերում է մյուս դեպքերին, արձանագրվել են դեպքեր 236 հոդվածի հետ կապված, այսինքն հանրահավաքի մասնակցելու նյութապես շահագրգռելու մասով, արձանագրվել են դեպքեր ուրեմն ընտրակաշառքի հետ կապված մեծամորում, հա, մի խոսքով տարբեր դեպքեր են արձանագրվել, տարբեր իրավապահներ, տարբեր բաներ են արձանագրել եւ նորմալ է, որ իրավապահները այս երևույթների դեմ պայքարում են, միայն ասեմ, որ ճիշտն ասած իմ համար անհասկանալի է ինչի է այսքան փոփ։ Տեսեք, մենք դիտորդական առաքելության սահմաններում ունենում ենք տեղեկություններ այս երևույթների մասին եւ այդ տեղեկություններով այդ երևույթները շատ ավելի մեծ քանակներ են։ Եվ այն որ այդքան մեծ քանակներից այսքան քիչն են իրավապահները բացահայտում, նույն Հայաստան մտած փողերի մասով, նույն ընտրակաշառքի մասով, նույն հավաքին մասնակցելու նյութապես շահագրգռելու մասով։ Իսկ դուք այդ տեղեկություններ ունեք, ավելի շատ է ենթադրյալ կաշառք։ Այդ տեղեկություններով այդ երևույթները շատ ավելի շատ են։ Եվ մեզ համար մի քիչ զարմանալի է, որ այդ մեծ քանակից այսքան քիչն են բացահայտում։ Ում հետ են կապված ձեր տեղեկությունները։ Տարբեր շրջանակների, տականում խոսքը եթե ավելի շատ քաղաքական ուժերի մասին է, տենց մեկ-երկու քաղաքական ուժերի մասնով, բայց կոնկրետ
խոսքը կոնկրետ հանցագործների մասին է, հա, այսինքն հանցավոր գործունեություն իրականացնող անձանց, մի ենթադրյալ հանցագործների եւ այստեղ ոնց ասեմ, այդ հանցագործությունը ինչքանով է հիմնավոր վերագրել կուսակցությանը, դա առանձին գնահատական է առնիթ։ Ուժերի անուններ կարող եք տալ, թե ում հետ են փոխկապակցված այդ դեպքերը։ Իհարկե կարող եմ, բայց ես համարում եմ, որ դա կարելի է անել, երբ որ դու հրապարակում ես փաստեր, այսինքն ունես փաստեր, որոնք կարող ես հրապարակել։ Մեր ունեցած փաստերը մի քանի խմբի են։ Փաստեր, որոնք որ մենք դեռ չենք հրապարակում, քանի որ այդ ուղղությամբ ինչ որ աշխատանք ենք տանում եւ որ հրապարակենք, դա կարող է մեր տարած աշխատանքին խանգարի։ Փաստեր, որոնք որ մենք ունենք եւ փոխանցել ենք իրավապահներին եւ իրավապահներն են նույնը անում եւ չենք ուզում իրավապահներին խանգարած լինենք, եւ փաստեր, որոնք որ այնպիսին են, որոնց վրա մենք չենք կարող հղում տալ, որովհետեւ դա աղբյուրին կարող է վտանգի տակ դնել։ Երբ որ մենք հրապարակենք փաստեր, իհարկե մենք կհրապարակենք նաև կուսակցությունների անուններ, բայց միջև ընտրությունները դեռ 53, եթե չեմ սխալվում, օր կա, դեռ կհասցնենք, իսկույն Աստծո։ 17 թվականին ընտրություններից կարծեմ 9 օր առաջ էինք հրապարակել, ոնց որ կա ժամանակ։ 23 թվականի Երևանի ավականու ընտրություններից կարծեմ մի ամիս առաջ էինք հրապարակել, ոնց որ Հիմա եթե շտաբներ ունեն մարզերում, ի վերջո պետք է այդ մարդիկ գումարով չէ աշխատեն, հիմա ոչ բոլորն են պատրաստ հանուն գաղափարի կամ ինչի պետք է անվճար աշխատեն։ Հիմա այդ թեկուզ մարդկանց հավաքագրելը, որ պետք է բերեն ցույցերի, ոչ թե ասում եմ ցույցի մասնակիցներին գումար տան, այն մարդկանց, որոնք չգիտեմ, պետք է իրազեկեն եւ այլն, կամ մարզում պետք է շատ լավ, խնդիր չկա, շտաբի աշխատող աջակիցների հետ հանդիպման մասին իրազեկում։ Հիմա իրենք պետք է աշխատավարձ ստանան, թե ոչ։ Հավաքարարից միջև բարձրաստիճան պիարշիկ եւ չգիտեմ, կազմակերպչից միջև մոնտաժող նորմալ է, որ մարդիկ վարձատրվեն, բայց շատ կարևոր է, որ մարդիկ վարձատրվեն կուսակցության բյուջեից եւ ոչ թե այլ տեղերից։ Կարևոր է, որպեսզի այդ վարձատրումը լինի հարկայինում գրանցված, դրա համար վճարվեն հարկեր, լինի հայկական դրամով, եթե ոչ թե օտար արժույթներով, իսկ մենք ունենք տեղեկություններ, որ որոշ տեղեր օտար արժույթներով իհարկե չգրանցված ամբողջությամբ։ Եվ դա նորմալ է։ Եվրոյով, ռուբլիով, ինչով։ Ռուբլիով։ Բայց տեսեք, իրողությունը դա չի։ Իրողությունը այն է, որ շատ տեղեր կան ուղղակի չգրանցված մարդիկ, բայց դա հենց հարկային մարմինների խնդիրն է։ Ճիշտ ասած, այս պահին ես կամ մենք չենք զբաղվելու չգրանցված աշխատողներ եւ հարկերից խուսափելու դեպքեր ման գալով, զուտ որովհետեւ այս պահին ռուսերեն ասած նի դա է տվել ավելի մեծ խնդիրներ ունի։ Մյուս կողմից մարդիկ են գրանցված, որոնք գրանցված են եւ ոչինչ չեն անում։ Ստանում են գումար եւ ոչինչ չեն անում։ Դա համատարած երևույթ է։ Ստանում են իրենք այդ գումարը տարբեր կազմակերպություններից, տարբեր փոխկապակցված կազմակերպություններից եւ ոչինչ չեն անում։ Ոչինչ չեն անում բացի հանրահավաքի գալուց, ոչինչ չեն անում բացի այ համանման ինչ-որ բաներից, հա, կամ ընտրելու դիմաց խոստում տալուց։ Սա մենք տեսնում ենք, սա զանգվածային բնույթ է կրում, սա կարծեմ ապրիլի 1-ն էր, 2-ն էր, միգուցե մարտի 31-ն էր հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտեց նաև։ Իսկ ռուբլիով որ ուժն է ռուբլիով վճարում անձանց։ Գիտեք, մի բան ասեմ, էլի էս ռուսաստանյան միջամտության հետ կապված։ Ռուսաստանյան միջամտությունը դա պատմություն է օտարերկրյա միջամտության մասին։ Դա պատմություն չի այս կամ այն ուժի մասին։ Ես համարյա վստահ եմ, որ մենք կունենայինք քաղաքական, շատ հնարավոր է որ ունենայինք նույն քաղաքական ուժերը, որոնք այլ կերպ իրենց կպահեին, եթե չլիներ ռուսաստանյան միջամտությունը, նույնիսկ այլ կերպ իրենց կդրսևորեին։
Դրա համար ռուսաստանյան միջամտության մասին խոսելիս ես այդ պատմությունը հայաստանյան այս կամ այն ուժի մասին չի, այս կամ այն գործչի մասին չի։ Ռուսաստանը այդ ծառայությունները կոպիտ ասած առնում է, այս մարդիկ էլ այդ ծառայությունները վաճառում են։ Սա պատմությունը Ռուսաստանի միջամտության մասին է։ Պարոն Յանիսյան, հարցնում եմ, որ ուժն է ռուբլիով վճարում քաղաքացիներին Հայաստանում։ Նորից պիտի վերադառնամ փաստերի Ամենը պետք է կուսակցության անուն տա, քաղաքացիական պայմանագիր, Բարգավաճ Հայաստան, Հայաստան Դաշինք, Ուժեղ Հայաստան, Միասնության թևեր եւ այլն, պետք է եւ ես ուղղակի օրինակներ բերեցի։ Դուք պետք է կոնկրետ անուն տաք։ Տալու ենք, ես վստահեցնում եմ ամեն ինչ որ մենք ասում ենք հիմա բանավոր, ավելի ուշ փուլում մենք տալու ենք ապացույցներով եւ իհարկե անուններով։ Այս պահին ես ասում եմ երևույթների մասին։ Այս պահին ես չեմ տալիս ապացույցներ, ինչպես տեսնում եք, ընդհանրապես բանավոր խոսում եմ, եւ այս պահին ես չեմ տալիս անուններ, որտեղ անունները եւ ապացույցները պետք է իրար հետ գան։ Ռուբլու հետ կապված չէ, որովհետև եթե ես հիմա ինչ որ քաղաքական ուժի անվանում տամ, սա կասեն, այ առանց ապացույցների մեղադրանք է։ Դրա համար ես անուն չեմ տալիս։ Ապացույցներով հանդես կգամ կտամ անունները։ Բայց դուք անցած անգամ էլ ասում էիք ապացույցներ ունենք, թե FSB-ն ոնց է ճնշում, եւ այդ ապացույցները մի ամիս անցել է մեր նախորդ հարցազրույցից, դրանք էլ չեք հրապարակել։ Հրապարակել։ Ընտրություններից հետո։ Կարծում եմ ընտրություններից առաջ։ Ռուբլու թեմային վերադառնալով, մի ռեպորտաժ էի նայում ՀՄԵԿ-ով պատրաստված, ընդ որում նաև պետական կառույցի էին հղում Պեկին, ոչ մեկը մեշոկով ռուբլին 47 միլիոն ռուբլի լցրել պայուսակները եւ բերել էր Հայաստան, սա ինչ է նշանակում, ինչի է այս փուլում դա մարդ ընդեղ Ռուսաստան, որ ասում է, գիտեք ինչ բիզնեսներ ունեի, կարող է այդ բիզնեսներն է ծախել փողերը վերցրել եկել հայրենիք, թե ընտրությունների հետ ամեն դեպքում կապուն, ինչ կասեք։ Առանձին վերցրած դեպքի մասին չգիտեմ, որտեվ ամեն դեպքում ամեն առանձին վերցրած դեպքով առանձին է պետք հասկանալ, որտեվ կարող է լինի մարդ, որ իսկականից Ռուսաստանում, չգիտեմ, բնականon ծախելա, որոշել է Երևան բնականon առնի եւ կանխիկով գումար է բերում։ Ոնց ասեմ, առանձին վերցրած դեպքերով այդ չբացառենք, բայց այն որ Ռուսաստանից փող բերելը քեշով շատ զանգվածային է դարել, այդ կա, այն որ Ռուսաստանից եւ եւս մի երկրից կազմակերպված ձևով են փոքր խմբականակներով փող բերում, որոշակի շրջանակներ, այդ մեզ հայտնի է, այսինքն մենք ունենք տեղեկություններ, որ նախկին պաշտոնյաներից մեկի հետ փոխկապակցված շրջանակներ, ընդ որում նախկին պաշտոնյան հիմա քաղաքական դաշտում ակտիվ չի, արդեն վաղուց այնց կարծում եմ հասարակության մի մասը իր անունը տարիներ վերջին, ես իր անունը վերջին անգամ իր տարիներ առաջ եմ լսել, վերջը իր շրջանակը ինչ-որ պահի իր անունն էլ բնականաբար էլի, մեծ քանակներով թռնում են, այսինքն մեծ քանակներով որն է, իր շրջապատի ընտանիքի անդամները, այդտենց համատարած թռնում են Ռուսաստան եւ եւս մի երկիր, մի անգամից ասեմ, այդ երկիրը այտենց ոչ թե Հայաստանի ընտրություններին միջամտում է, ոչ էլ մեր ամիջական հարևաններից ինչ որ մեկն է։ Ուղղակի մի երկիր է, որտեղով հարմար է ինչ որ ֆինանսական օպերացիաներ անել, զուտ է այդ երկրի բանը։ Ինտենսիվ գնում գալիս են Որ երկիրն է։ Տարբերություն։ Ինչ որ բաներ ենք մենք անում։ Վրաստանն է։ Չէ, ասում եմ մեր ամիջական հարևաններից չի, ամիջական հարևաններից չի։ Դες նորից էական զուտ ինչ որ մի երկիր է, որտեղ որ այդ ֆինանսական օպերացիաները հարմար է անել, էլի։ Եվ տենց փոքր քանակներով, փոքր ասելով մինուս որոշ դեպքերում պլյուս որոշ դեպքերում մինուս 10,000 եվրոյի կարգի, հա, ամեն թռիչքով բերում են։ Երբեմն բայց ավելի շատ։ Երբեմն տեսեք, Պեկը գտել էր մեկին, որը որ
եվրոյով հաշված դա գալիս էր մի 50-60 հազար եվրո, հա, այդ որ հրապարակեցին, բայց նորից այդ մեկը չգիտեմ, էլի կոնկրետ կապ ունի այս բաների հետ, թե չէ, բայց շատ զանգվածային անում են եւ մեր ունեցած տեղեկություններով, որոնք բայց պետք է ստուգվեն էլի այդ տեղեկությունները 9-անիշ թվի մասին է խոսքը դոլարով բերված 9-անիշ թիվ, այսինքն արդեն 100 միլիոն դոլարը գերազանցող թիվ է։ Ինչ նպատակով են դրանք բերում, ունեք տեղեկություններ։ Ապօրինի ֆինանսավորման, քաղաքական գործունեության ապօրինի ֆինանսավորման եւ ընտրակաշառքի։ Քեշով արդեն ձեր տեղեկություններով 100 միլիոն դոլար բերել են։ Այո։ Պարոն Բերում են տենց այդ տեսեք ասեմ էլի որ հստակ լինի ասածս կոնկրետ այդ պաշտոնյայի ստանձնած պարտավորությունը 9-անիշ թիվա դոլարով։ Չեք ասում պաշտոնյայի անունը։ Բայց այդ ժամանակը գա կասենք։ Պարոն Յունիսյան, տեսեք, այնտեղ խոսում են ընդդիմությունը են գումարները բաժանում, բայց իշխանության խոստումներն է անտեսվում ուղիղ եթերում արված Նիկոլ Փաշինյանի։ Այն Նիկոլ Փաշինյանը ձևը գտել է շատ դեպքերում ասում է եղբայր հիմա բանը նախընտրականա չեն կարող խոստում տալ, բայց շատ դեպքերում էլ տեսնում ենք, որ մեկի հետ խոսում է, ասում է օր ինչ կանով գործ գտնենք, օրը 10-12 հազարով, 14 հազարով բանվորի գործ լինի, լավ է, ասում է, հա, մարզպետին ասում է, դե դավայ, զբաղվեք։ Այն մեկը ասում է, բաղնիքի խնդիր ունեմ, չեմ լողանում, ասում է նախընտրական շրջանը չեմ կարա, հետո էլի մարզպետին, Կոտայքի մարզպետին զբաղվի եւ նման լիքը դեպքեր Նիկոլ Փաշինյանի այս ամեն շաբաթյա լայվերում։ Սրանք արդյոք խնդրահարույց չեն, խոստումներ չեն, նախագահի կողմից ընտրությունների օրը հաստատելուց հետո այդ բանի տրամաբանության մեջ չեն մտնում եւ ինչու են իրավաբանները գոնե չեն ստուգում, տեսնեն դա խնդրահարույց է թե ոչ։ Կան տարբեր դեպքեր, օրինակ վերջերս խոսում է Լուսինե Ավետիսյանի մասին, կարծեմ ուժեղ Հայաստան ներկայացուցիչներն ինչ է Լուսինե Ավետիսյանի հետ կապված բարձրաձայնել, մենք օրինակ ուսումնասիրում ենք Լուսինե Ավետիսյանի դեպքը, փորձում ենք հասկանալ իր բարի գործունեությունը եղել է նախկինում։ Դե ինքը կարծեմ մարտ ամսին հրապարակել էր տեսանյութ իրենց իրականացրած բարեգործության մասին, բայց այժմ ուժեղ Հայաստան ներկայացուցիչները պնդում են, որ ինքը բարեգործության արգելքը խախտում է, իսկ ինքը Լուսինե Ավետիսյանը պնդում է, որ ինքը դա արել է անցած տարի, հիմա ոնց որ դա պարզելու փուլում ենք, եթե չպարզենք կամ եթե պարզենք, որ հիմա է արել, կդիմենք իրավապահներին, եթե պարզենք, որ նախկինում արել, չենք դիմի։ Ինչ վերաբերում է վարչապետի խոսքերին, իրականում հետաքրքիր մտորելու տեղ տվեցիք, թե աշխատանք առաջարկելը արդյոք ընկնում է բարեգործության տակ, թե չէ։ Ես վստահ չեմ, ես հակված եմ, այ հիմա զուտ տենց մտածելով։ Բայց դա նյութապես շահագրգռել չի։ Դե ինչ որ առումով հա, բայց մյուս կողմից աշխատանքի դիմաց տրվում է, ինքը տրվում է աշխատանքի դիմաց եւ ոչ թե ուրիշ բանի, մարդ աշխատանք հա, դրա դիմաց աշխատավարձ է ստանում։ Այսինքն նույն ձև կարանք ենթադրենք, հիմա ենթադրենք վաղը վարչապետը ինչ որ մեկին նշանակի օգնական։ Կամ ազգային ժողովի պատգամավորը, որը նաև թեկնածու է, օգնական նշանակի։ Ինչ որ մեկին նշանակի իրան օգնական կամ ինչ որ այլ հաստիքի։ Հիմա կստացի, որ դա նյութապես շահագրգռում է, որտեղ այդ մարդը աշխատավարձ է ստանալու եւ այդ մարդը թեկնածու է, այսինքն այդ աշխատանքի նշանակողը թեկնածու է, նշանակվողը ընտրող է։ Ես մի քիչ սկեպտիկ եմ այս առումով, որ սա ընկնում է այս քրեական օրենսգրքի հոդվածի տակ, բայց մի հատ արժի իրավաբանների հետ էլ էս առումով խոսալ, թող իրենք էլ մեկնաբանեն։ Իսկ բաղնիք վերանորոգելը ես չեմ ֆիքսել։ Կոտայքում է եղել։ Դե այդ տեսեք, որ ասում եմ ես չեմ ֆիքսել, հետեւյալի մասն է խոսքը։
եթե ես ճիշտ եմ հիշում, ինքը ասում է զբաղվիր մարզպետին եւ չի ասում, որ այսինքն ուղիղ խոստում չկա այդտեղ։ Ինքը ասում է մարզպետին զբաղվիր։ Համենայն հավանականությամբ մենք ձեր հետ տրամաբանող մարդիկ ենք, մենք ձեր հետ ապուշ չենք եւ ինքներս մեզ մտադիր չենք ապուշի տեղ դնել։ Հավենայն հավանականությամբ մարզպետը գնում է եւ ինչ որ դե ֆակտո բարեգործություն անում է։ Բայց ոնց ենք մենք դա ապացուցում, որպեսի հաղորդում տանք։ Այդտեղ մի քիչ բարդ է։ Որտեվ պարզ է, չէ՞, հիմա որ հարցում անենք, ենթադրենք մարզպետին, ասենք այ որ վարչապետը ասել է զբաղվեք, ինչ է կարել, պարզ է չի ասելու, չէ՞, բարեգործություն են կարել։ Այդտեղ մենք մի քիչ փորելու կարիք ունենք, բայց ես ում ձեր եթերը օգտագործել եւ եւս մեկ անգամ ասել, որ մեր խոստումը, որ մարդկանց, որոնք որ ընտրական հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ կհաղորդեն, ապացուցողական նշանակում, sense ասած փաստեր, հա, ինչ որ ձայնագրություններ, ինչ որ այլ հստակ փաստեր։ Մենք այդ մարդկանց մինչև կես միլիոն դրամ պարգև կարող ենք տալ եւ այդ թվում նա վերաբերում է քաղաքացիական պայմանագրին, ոչ մեկ չի ասում, որ այդպես բացարձակ տարբերություն չկա։ Այսինքն եթե ինչ որ մեկը ինչպես որտեղից եք այդ փողերը տալու։ Մեր կազմակերպության բյուջեից, ամբողջությամբ օրինական, որոնք թողնել այդ փողի եկամտահարկներ պետական բյուջեին ենք տալու, նենցա որ ինչպես հարցնեցիք չլսեցիք։ Եթե 20 հոգի ապացույց բերի, ձեր կազմակերպությունը 10 միլիոն դրամ պատրաստ է վճարել։ Եթե 20 հոգի ապացույց բերի, նո մենք մի քիչ ավելի քիչ ենք նախատեսել, բայց խնդիր չկա, եթե 20 լինի, այդ գումարն էլ կճանենք։ Մենք տեսեք մեզ համար կարևոր է, որպեսզի բոլոր ընտրական հանցագործություններ կատարողները ավելի, ոնց ասեմ, երկու անգամ մտածեն այդ ընտրական հանցագործությանը գնալուց։ Այդ թվում մտածեն ասեն, այ կարող է ես այս քայլին գնամ, այն Յովհաննիսյանեն բռնեն, ինչ որ մեկը 5 միլիոն դրամի համար այս դեպքի մասին Յովհաննիսյանեն պատմի, փուրը գնամ, հա։ Մեր նպատակը նաև դա է։ Եվ այո, եթե 20 հոգի մեզ ահազանգի, այո, մենք 10 միլիոն դրամ կհատկացնենք այդ 20 հոգի։ Ներողություն, ոչ թե ահազանգել, ռեալ փաստեր, ապացուցողական նշանակության փաստեր ներկայացնի, հա։ Օրինակ, ձեր ասած դեպքով, եթե Կոտայքի մարզպետը հետո բաղնիքի հարցը լուծելա կամ լուծելա տվել, դուք ինձ կես միլիոն կտաք։ Հա, եթե դրա ապացույցը բերեք, կես միլիոն դրամ կտանք։ Շատ լավ, պարոն Յովհաննիսյան։ Ես խոստանում եմ 2 աշխատանքային օրվա ընթացքում այդ կես միլիոն դրամը ձեր հաշվին կլինի։ Պարոն Յովհաննիսյան, դուք մի հոլովակ էիք հրապարակել, որտեղ ասում էիք, որ ինչ որ գունավոր թղթիկներ են տալի ընտրողներին, որ ծրագրերի մեջ դնեն, դուք դա զուտ ինչ որ օրինակ եք ցույց տալիս, որ չի կարելի, թե նաև դրա հետ կապված ինֆորմացիա ունեք, որ կոնկրետ Չէ, ասեմ ինչներ, տեսեք, ազգային ժողովը ընտրական օրենսգիրքը որ փոխվեց, երկու փոփոխություններ, մեկը շատ անուն հանեց, դա անձնանունների հետ կապված փոփոխություններ, մյուսը, որը շատ դուրս մնաց հանրության ուշադրությունից, այդ էր, որը որ մենք պահանջել էինք։ Այդ որ եթե քվեարկության ծրարում լինի այլ իշ, այդ քվեարկության ծրարի քվեաթերթիկը դառնա անվավեր։ Որպեսզի մարդկանց չասեն, այլ իր դիր մի հատ գունավոր թղթիկ դիր, որ հետո իմանանք, որ դու մեզ քվեարկել ես, հա, հաշվարկի ժամանակ։ Մենք տենց երևույթ նախկինում տարիներ առաջ տեսել ենք, օրինակ Սպիտակում տեսել ենք տենց բան 2017 երևի թվականին։ 16 կամ 17 թվականին Սպիտակում տեսել ենք, նման երևույթ, նորում դա այդ կարգավորումը կար, բերվել էր 21 թվին, հետո 24 թվականին կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջարկությամբ դուրս եկավ, որոնք շատ գաղթագող է այդ առաջարկությունը վերջ պահին, տենց մենք քաղաքասարությունով վերջերս ենք հայտնաբերել այդ փոփոխությունը, եւ ազգային ժողովից պահանջում ենք, որպեսզի դա փոխվի
Ինչեւ ազգային ժողովը արեց։ Ճիշտ է, ձեռի հետ ուրիշ փոփոխություն էլ արեց, որը մենք չենք պահանջել ու չենք էլ ողջունել, բայց մեր համար այս կոնտեքստում կարևոր էր, որ ոչ մեկի մտքով չանցնի, որ ընտրողներին կարա վերահսկի, չգիտեմ, չէ, գունավոր թղթիկներ դնելով։ Բայց այդ փոփոխությունը ակնհայտ է, չէ՞ որ Սամվել Կարապետյանի դեմ արվեց Որ մեկը։ անունների օգտագործումը։ Հա։ Տեսեք, մեծ հաշվով մասամբ այո, մասամբ ոչ, որովհետև դա փոփոխություն էր, որը նախկինում ընդունվել էր, սրանց էլ մի 5 տարի առաջ ընտրական օրենսգրքի փոփոխություններով ընդունվել էր, եւ այն ժամանակ Սամվել Կարապետյանը քաղաքականությունում չկար։ Եվ տեխնիկական վիպակի արդյունքում էր ինքը 24 թվականի դեկտեմբերին դուրս եկել։ Տեխնիկական վիպակ էր, ինչ որ մեկը վերջին պահին օրենքի նախագծի մեջ նախադասություն բառը պետք է գրած լիներ ուժը կորցրումը նախադա, երկրորդ նախադասությունը գրել էր ուժը կորցրումը երկրորդ տարբերությունը։ Հա, եւ տենց սխալ կարգավորում էր Եվ հիշեցին այն ժամանակ, երբ որ Սամվել Կարապետյանի ուժը որոշեց հայտնաբերեցին, ոչ թե հիշեցին, այլ հայտնաբերեցին, այլ հայտնաբերեցինք։ Դա էլ ենք մենք հայտնաբերել։ Ճիշտ է, չենք առաջարկել փոխել, բայց դա էլ ենք մենք հայտնաբերել։ Ընդ որում հայտնաբերել ենք սենց, հա, երբ որ ասվեց, որ ուժեղ Հայաստան, կարծեմ ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ, այդ տենց էին, չէ՞, որոշել։ Ես ասացի ոնց կարա տենց լինի, չի կարող դա տենց լինել, գործընկերներիս ասացի ժողովուրդ ինչ որ հրապարակային կոմունիկացիա արեք, հրապարակեք, որ դա չի կարող լինել, որովհետև հակասում է օրենքին։ Գործընկերներս բացեցին օրենքը, նայեցին, ասում են դամ, չկա տենց, ասում են ոնց չկա տենց բան, էլի տենց մի քիչ տենց մունաթա խառը ասում են, ուրեմն օրենքում սխալ տեղ եք նայել, բայց չկա, բացում են օրենքում, գիտեմ, որ այդ կարգավորումը պետք է լինի, այդ կարգավորումը չկա։ Տենց սկսում ենք փորել հասկանալ այդ կարգավորումը երբ դուրս եկել օրենքից, ոնց հա դուրս եկել, ու տենց բացահայտում ենք այս ամեն ինչը։ Բայց նորից մենք դա բացահայտել ենք, բայց մենք դա չենք պահանջել, որովհետև մենք համարել ենք, որ այդ փուլում դա արդեն պրոբլեմատիկ է։ Գոնե մարտ ամսվա կեսերին, որ դա լիներ, հələ կարելի էր։ Բայց Վենետիկի հանձնաժողովը չի ասում, որ ընտրություններից կարծեմ 1 տարի առաջ ընտրական օրենսգրքում փոփոխությունները Չէ, Վենետիկի հանձնաժողովը ասում է էական խաղի կանոններ չարժի փոխել ընտրություններից 1 տարի առաջ։ Այդ էական խաղի կանոնների մեջ մտնում է ընտրակարգը, կարծեմ ընտրական շեմերը եւ ընտրական տարածքները։ Ընտրական տարածքները Հայաստանում ընդհանրապես չկան։ Այդ մեծամասնական ընտրակարգի դա օրինակ Հունգարիայում ընտրական տարածքները փոխելով Օրբանը ինչ որ բաներ անում էր նախորդ եւ նախանցած ընտրություններին, դա իրան բավականին օգնեց, այս անգամ դա էլ չփրկեց, բայց ընտրական տարածքները նենց են փոխում, որպեսզի ինչ որ ուժերի համար Ամերիկայում հիմա դա շատ տարածված է, տարբեր նահանգներում տենց ընտրական տարածքներ են փոխում նահանգային իշխանությունները իրանց շահավետ ձևով դասավորելու համար, էլի։ Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաները այդ կանոններին է վերաբերվում, էլի։ Անունների հետ կապված տենց առանձնապես ռեկոմենդացիաներ չկան։ Բայց այո, ասում եմ, այդուհանդերձ, եթե դա մարտ ամսվա, եթե այս փոփոխությունը հայտնաբերեինք մարտ ամսվա սկզբին, մենք պահանջելու էինք, որ այս փոփոխություն, որ այս կարգավորումը հետ բերեն։ Բայց քանի որ այս փոփոխությունը մենք հայտնաբերեցինք այն պահին, երբ որ արդեն կար ուժ, որը դրա շուրջ ինչ որ բրենդինգ էր կառուցել, մենք ասացինք, որ օքեյ, այդ պետքա փոխել, բայց հիմա դա չի կարելի փոխել, հետեւաբար մենք դա ոչ ողջունում ենք, ոչ քննադատում ենք։ Եվ վերջում սահմանադրությունը Որտեւ նաեւ եկեք արձանագրենք, որ նենց չի, որ դրանց ընտրությունների արդյունքները ինչ որ առանձնապես փոխվում են։ Այ ուժեղ Հայաստանի համար որոշակի դիսկոմֆորտ առաջացավ, որտեւ իրանք ինչ որ ռիբրենդինգ պետք է անեն, բան պատճառ չնա նենց չի որ շատ ուժեղ Հայաստանի եզրույթը մեկակար, Սամվել Կարապետյանի անձը իրանց PR-ի մեջ անբաժանելի մաս է, նենց որ
թեթև կորեկտիրովկաներ պետք է անեն իրանց PR կամպանիայում, նենց չի որ դրանց ինչ որ ընտրությունների արդյունքների ապես տարբեր է լինելու էլի։ Եվ սահմանադրության նախագծի հետ կապված ինչ նորություն կա։ Սրբույր Գալյանն այն Ոչ ուղարկել է մի։ ՔՊ եւ այլ նորություն չկա։ Ես ձեզ ազնվությամբ ասեմ էլի, այս մի քանի շաբաթ մենք նիստ չենք ունեցել խորհրդում։ Եվ ես ուղղակի ժամանակ չեմ ունենում հարցնեմ, թե ինչի չենք ունեցել։ Պրոցեսը չգիտեմ, ուղղակի ասեմ չգիտեմ, հայ այս պահին ազնվությամբ ընդունեմ, որ որտեղ մի պահ process-ը շատ արագացավ, շատ ինտենսիվ առաջ էինք շարժվում, որտեղ պլան կար մինչև մարտի վերջ, հետո մինչև ապրիլի տենց 10 մոտավորապես խորհուրդը, որ ամբողջությամբ քննարկի սահմանադրության բոլոր կարգավորումները եւ այնուհետեւ սահմանադրությունը հրապարակվի։ Նախագիծը գոնե նախնական նախագիծը, բայց այդ ամսաթվերը անցել են, ոչինչ չի հրապարակվել եւ ես չգիտեմ ամենայն ազնվությամբ չեմ հասցրել հարցնեմ թե ինչ է որն է փոխվել պլաններում ինչա փոխվել նենց չի որ ես շատ մեծ ջատագովն էի նրա որ սահմանադրությունը տենց ապալ-թափալ հրապարակվի էլի նախագիծը ես կողմ էի որ կտոր խորհուրդը որ կտորներով որ քննարկվում է այդ կտորներն են մենք հանրության հետ քննարկենք Եվ ոչ թե ինչ-որ ապալ-թափալ ինչ-որ մի բան սարքենք, հրապարակենք, հետո սկսենք կտոր քննարկել, բայց պատասխան չգիտեմ։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։